Եվ այդ առաջին հետաքրքրությունները պատկերացրեք իրեն մեր քաղաքն է տվել հարցեր, որ ինքը փորձել է գնել, օրինակ հետագայում արդեն զարմանալի բան է ստեղից գնաց է երևի մի 20 տարեկան գիտեք բայց այստեղ դե ուսումնասիրությունն արել այստեղ իր ընկերները ստեղծել իսկացել իսկինի խումբը այսինքն ինքը ճշմարտություն է փնտրել թաքնագիտական տիեզերացնության իր հոր երևի դրա մասին առանձին խոսենք նշանավոր աշխուղ եղել, պատկերացրեք ես մի բան ասեմ, իր գիտելիքների պաշարը որտեղից է կուտակվել։ Հայրը աշխուղ լինելով հանդերձ գիտեք, աշխուղ ադաշ, չէ՞։ Հա, իր անունով։ Իր համար եկել է հին փիլիսոփայական տիեզերացնության, տիեզերաբանական գիտելիքների երկեր, ասմունքներ, լեգենդներ։ Այնպիսին, ինչպիսին Գիլգամեշի մասին պոեմն է։ Հիմա ցեզ մի զարմանալի բան ասեմ, Գիլգամեշի պոեմը Գյուրջևը ասում է հայրս երկերով պատմում էր, դե բնական հետաքրքիր 1880-ականների վերջին 90-ական թվականներին որ Գյուրջևը լսել է, բայց Գիլգամեշի պոեմի սալիկները շարադրված 1915 թվականին անգլիացիներն որ միջագետքում են գտել։ Հասկանում եք Գյուրջևը ինչքան պաշարով է հարուստ եղել հոր կողմից ուրեմն ջրերի պատմությունը, ուրիշ ասկերի, լեգենդների պատմությունը, ինչպես գիտեք